Արագած համայնքում եք դուք եւ կխնդրեմ ընտրություններին անդրադառնաք, ինչ ընտրություններ եք դուք սպասում, ինչ կանխատեսումներ ունեք։ Ճիշտն ասած, մենք սպասում ենք, որ մեր քաղաքացիները իմաստուն կգտնվեն եւ կփոխեն կործանարար ընթացքը իրենց քվեի օգնությամբ, իրենց քվեով, իրենց վստահության քվեն տալով ազգային ուժերին, ովքեր որ ազգային գաղափարների կրողներն են եւ Արցախը ծախելու հանցակցությունը չունեն, մեր երկիրը կործանարար աղետից պետք է փրկել։ Մինչ այս պահը մենք Արագածի 14/29 ընտրատեղամասում ենք, մինչ այս պահը ընտրել են ընդամենը 6 ընտրող, հաշվի առնելով են հանգամանքը, որ գյուղական համայնք է, մարդիկ տարբեր գործերով, այգեգործական նաև գործերով են զբաղված, միգուցե ավելի ուշ ակտիվ մասնակցություն կցուցաբերեն եւ լիահույս ենք, որ գոնե մարդիկ մի քիչ անց արդեն կեսօրի կողմերը գոնե կան ակտիվ մասնակցեն ընտրություններին։ Գյումրիի Փարաքարի պատկերը դուք այստեղ տեսնում եք, որ հնարավոր է նույն պատկերը ունենանք ընդդիմադիր ուժերը հաղթեն։ Բնականաբար ընդդիմադիր ուժերը կհաղթեն, որովհետև հայ մարդու կամքը եւ իր երկրում հայեցի ապրելու իրավունքը ոչ ոք չի կարող սեփականաշնորհել եւ առևանգել, գողանալ, այնպես որ եւ մեր քաղաքացիներն էլ հստակ հասկանում են, որ քվեախցիկում որևէ մեկը չի կարող հսկել, վախի մթնոլորտը պետք է վերացնել եւ իրենց խղճի մտոք են ընտրություն կատարելու եւ պետք է ընտրությունը կատարելուց հետո արդարացիորեն ու հանգիստ խղճով կարողանան նայել իրենց եւ ծնողների աչքերին եւ զավակների աչքերին։ Արդյոք դեպի թուրքական վիլայեթ են ուզում գնալ, թե ուզում են ունենալ Հայաստանի Հանրապետություն, որտեղ չեն ուրանում հայոց պատմությունը, որտեղ Մեսրոպ Մաշտոցից չեն ամաչում եւ նրա պատկերը չեն հանում Այբուբենից, Այբենարանից մեր առաջին դասարանցիները եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն, որտեղ հայ մարդը, հայ գյուղացին, հայ շինարարը, հայ գիտնականը գնահատված է եւ ոչ թե արատավոր բարքերն են տիրում։ Այնպես որ մեր ընտրողներին կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել, կամք դրսևորել եւ քվեարկել իրենց խղճի մտոք։ Իսկ ընտրակեղծիքները բացառում եք դուք, թե հնարավորություն եք տեսնում, որ հնարավոր է ընտրակեղծիք լինի մարդկանց ուղղորդված ընտրության տանեն։ Մինչ այս պահը չեմ նկատել ուղղորդում, որովհետև դեռ պասիվ է, գյուղը քնած է, սակայն իհարկե տեսնում ենք, որ գործող կործանարար ուժի միակ երաշխիքը, որ կարողանան վերարտադրվել, մնացել է մարդկանց խաբելը, մոլորեցնելը եւ մոլորեցնելով պարտադրելը իրենց ընտրելը, բնականաբար ընդդիմադիր ուժերը ունեն հնարավորություն կանխելու եւ բոլորս այստեղ են նաեւ դիտորդներ, վստահված անձեր, ովքեր թույլ չեն տալու կուտակումներ ընտրատեղամասերի հարակից տարածքներում եւ փորձելու են հնարավորինս այնպես անել, որ քաղաքացիական պայմանագիրը եւ իր կցորդ հանրապետությունը չվերարտադրվեն։